Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 29-ի համար։ Տարին վերջանում է, շատ արագ, շատ շուտով, ընդամենը մնաց 2 օր։ Օրը երկուշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Չնայած որ բոլորը զբաղված են լինելու իրենց գործերով։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոչան գումարներ եք ծախսելու, նաև կարող գումարի հետ խոսել, գումարի մասին խոսել, նաև հույսով լցված եք, հույսնադել եք ինչ-որ մի բանի վրա, միգուցե այդ գումարի հետ կապված է դա, ամենայն դեպս գումարը ծախսելու եք, գումարը դուրս է գնալու, և այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, միգուցե հասցնելու եք ամեն ինչ անել, ձեր գործերը հասցնելու եք ավարտին։ Նաև ոմանք ճանապարհ կգնան, ձեր մոտ ինչ-որ մարդիկ կգան, որոշ գործեր կանեք, կվերջացնեք, կավարտեք։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը,
կամ նաև նմանատիպ ոչ է կենտրոն կարող եք գնալ եւ գաղտնիք կբացահայտվի այդ օրը կամ ոչ է գաղտնի գործողություններ են նաև կամ շուտ եք արթնանալու այդ օրը կամ ավելի ուշ կամ նաև այստեղ քնելու հետ է կապված կամ շուտ եք քնելու կամ ուշ այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում գնանք եկորյակներին Ինչ է սպասվում եկորյակներին դեկտեմբերի 29-ին Հարգելի եկորյակներ, այդ օրը ինչ-որ հարցում տատանվելու եք, ինչ-որ բան է ձեզ տանջում, քերի մեջ կլինեք, նաև ոչ իրադարձություն են, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կկատարվեն, նաև գումար եք ստանալու, ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք ունեն թաքուն եռանկյուն հարաբերություններ, թաքուն սիրային հարաբերություններ, կարող հանդիպել տվյալ անձնավորության հետ Եվ նվերեք կամ գնելու կամ նվերեք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողնում, ուշադրություն չեք դարձնելու, երևի բաց եք թողնում, նաև ունեք թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ մեկ կարող եք հանդիպել, նաև դա թաքուն գործողություններ են, ոմանք այստեղ իրենց սիրված կզգան իրենց սիրելիի հետ, նաև դա կարող է լինել սիրո խոստովանություն, նաև այդտեղ ժամադրություն ունեք սիրային, այնպես որ այդտեղ սիրային թեմա է,
Նաև ինչ-որ բան տեղի կունենա, որ ձեզ սիրված կզգաք, հա, ձեզ լավ կզգաք։ Նաև օրվա ընթացքում ձեր ցանկությունները կիրականանան, ոմանք նվեր կգնեն դիմացինի համար, ոմանք նվեր կստանան եւ որոշ տհաճ պահեր կան այստեղ։ Միգուցե դա է, որ ինչ-որ ձեր ձեռքից բան եք բաց թողնում, հա, դա է ձեզ համար տհաճ։ Եվ նորություն կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար կամ սիրելիների հետ կարող եք հանդիպել այդ օրը, սիրային ժամադրություն, սիրելիների հետ հանդիպում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ոյցը հնարավորություն բաց կթողնեք ձեր ձեռքից, նաև ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք, բացի դա էլ դա որևիցե քայլանելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, ինչ-որ հարցեր, եթե պետք է անեք։ Նաև սուտ կա այդ օրը, հրավերք որևիցե առիթին, ինչ-որ միտեղ կգնաք, ինչ-որ մեկին կսպասեք, միգուցե դա է, երկար սպասում եք ինչ-որ մեկին, դա է սուտը, որ ճիշտ ժամանակին չեն գալիս։ Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, եւ ոչ հարցում հաղթանակ աստուր կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ ուշ, նաև կարող եք գնալ ոչ միտեղ երկար մնալ, կամ ինչ-որ բանի սպասել երկար, եւ յուրաքանչյուր քայլանելուց առաջ այդ օրը երկար պետք է մտածեք, նոր հետո անեք, միշտ ապեք ոչ մի հարցում։
Ոմանց սեր կխոստովանեն կամ դուք սեր կխոստովանանք, ձեզ սիրված կզգաք, ձեր շրջապատող մարդիկ ձեզ հարազատները կլինեն եւ իրար հետ լավ կզգաք, հեռախոսազանգ ունեք այդ օրը եւ հույսով եք, հույսով լցված եք, կարող է այստեղ հույսը կոտրվում է, որովհետեւ ինչ որ տխրում եք կամ հիասթափվում եք ինչ որ մեկից կամ ինչ որ բանից։ Դե համար հա քայլանելուց առաջ անպայման երկար մտածեք, նոր հետո քայլ արեք, միշտ ավեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություն են, հնարավոր է առիթ է, հնարավոր է ծնունդ է, կնունք է, նաև տան տեղափոխություն, հա ինչ որ հարցեր են տան հետ կապված։ Հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, սպասեք ինչ որ մարդկանց կամ ինչ որ բանի երևի գալիս է, դրա համար եք տրամադրությունը բարձրացնում եւ նորություն կլսեք, ոչ փաստաթուղթ կարող ստանալ, ստորագրել, ինքել կարող տուն եք գնել, տան բնակարանը մոտ եք կամ տուն եք գնում, այդպես ստորագրում եք ինչ որ բաներ։ Նաև դա կարող է փաստաթղթերի հետ եք աշխատում։ Այդ ցուցակ եք կազմում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի կարիճներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև ունեք գործնական հանդիպում, գործնական խոսակցություններ, գործնական պայմանավորվածություններ, նաև ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել այդ օրը կամ տուն եք մաքրելու, ժամ եք պայմանավորվել ձեր ընկերոջ հետ կամ այդ օրը ժամ կպայմանավորվեք և հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդկանց հետ, նաև գումար եք ստանալու, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու, որ հանդիպեք եւ գաղտնիք կբացահայտվի կամ գաղտնի ինչ-որ գործեր են։ Այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, նաև յուրաքանչյուր քայլանելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք, նաև դա ինչ-որ միտեղ երկար մնալն է, որ կարող երկար մնալ։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև կարող երկար մնալով ինչ-որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնում, այդ օրը երջանիկ կլինեք, նաև նվեր կամ կգնեք կամ նվեր կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 29-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մեկին եք սպասում, ինչ-որ բանի եք սպասում, նաև տհաճ կան, այստեղ կողակ վիճել, նաև ցավ է տալիս ինչ-որ մի բան ձեզ, գուցե դրանք ամբողջ իրար հետ է կապված, ոմանք կարող են տուն մաքրել, ոմանք նվեր գնեն, նվեր ստանան, որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, որոշ որոշումներ նաև կկայացնեք, և հույսով լցված եք, հույսով եք կամ այդ ցավի հետ կապված, հույսով եք, որ չեք վիճի, հա ինչ-որ պահեր են այստեղ, որ հույսով լցված եք կամ հույսն հետ կորցնում եք, հա այդ ցավի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 29-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, նաև ոչ է հարց ինչ-որ բաներ ձեռքից բաց կթողնեք, երևի զբաղվելու եք հյուրով բաց թողնեք, տան հետ կապված իրադարձություն է, ուզե ծնունդ է, առիթ է կամ ինչ-որ պահեր են տան հետ կապված, հեռախոսազանգ կունենաք և հուզվում եք, կամ հյուրերին եք հուզվում դիմավորելուց, կամ այդ հուզվում եք այդ պրոցեսից, որ ինչ-որ արարողություն է կատարվում և սա պետք է անեք, կամ նաև դա արտասուք է, հյուրին եք տեսնում, արտասում եք, վաղուց չեք տեսել։ Անակնկալ է կարող է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։